Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Մեր տարածաշրջանի համար վերջին կարևորագույն քաղաքական գործընթացը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի տարածաշրջանային այցելությունն էր Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջան։ Այս թեման քննարկելու համար սիրով հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանին եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյանին։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Խաչատրյան, սկսենք ձեզանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցելության ընթառաջ Հայաստանի Հանրապետության իշխանությունները էականորեն, այսպես ասած, կոպիտ ասած, կերակրեցին հասարակական կարծիքը հասարակության մոտ գուցե եւ չարդարացված սպասելիքներ ձևավորելու եւ այլնի տեսանկյունից։ Եթե փորձենք համեմատել ինչ էր ասում մինչեւ այցելությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի եւ ինչ ունենք այցելությունից հետո, խնդրեմ։ Կարծում եմ հասարակության այս իշխանությունները սկսեցին հոգեբանական մասաժի ենթարկել օգոստոսի 8-ից հետո, երբ նախաստորագրվեց Բաքվում գրված կամ Բաքվի թելադրանքով մշակված այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը, որտեղ մենք համառորեն փորձել ենք ազգային ժողովում Աղարատ Միրզոյանից մի թիվ ստանալ, թե այդ որ հոդվածն է, որի խմբագրությունը հայկական է եւ ոչ թե ադրբեջանական, եւ նաեւ ստորագրվել է ադրբեջանական հռչակագիրը, որը այս իշխանությունները դարձյալ փորձում են ներկայացնել որպես եռակողմ հռչակագիր, եւ հետո ամբողջ քաղաքական նարատիվը այդ օգոստոսի 8-ի փաստաթղթերի վրա էր հիմնված, կառուցված։ Դա ներկայացում էր որպես Հայաստանի մեծագույն դիվանագիտական ձեռքբերում, խաղաղության դարաշրջան, մենք հասանք ինչ որ ուզում էինք, մինչև այն պահը, երբ Մարալագում Թրամփ Նեթանյահու հանդիպման ժամանակ Թրամփն ասեց, չէին ուզում 200% սպառնացի, որ 200% մաքսատուրքեր կբարձրացնեմ, վազելով եկան Վաշինգտոն։ Ներկայացնում են, որ եղել է խաղաղություն, վերջ, ապա շրջափակում, Հայաստանը կդառնա տարածաշրջանային խաչմերուկ, իրանց այդ խաղաղության խաչմերուկ ուտոպիայի տրամաբանության ներքո, մենք ունենանք ինքնիշխանություն, անկախություն եւ այլն, այսքան խաղաղությունը կա, հիմա էլ այս ճանապարհը որ բացենք, ամեն ինչ լավ կլինի, տեսեք, մենք դեռ ճանապարհը չենք բացել արդեն Ադրբեջանից, ոչ ադրբեջանական բենզին են գնում, 4-րդ կարգի ցորեն է գալի Ադրբեջանով եւ այլն, եւ հասարակության ակնկալիքն այն էր, որ կարծում եմ զգալի մասի, որ վերջ-վերջո այդ թրիփի մասին կխոսվի, բայց դատելով հրապարակային հայտարարություններից այդ ճանապարհը միջանցքը չի եղել հիմնական քննարկման թեման, կարծում եմ կամ շատ ծանր խոսակցություն է եղել, որի մասին որոշել են չխոսել, կամ ասել են Հայաստանի հետ ինչ խոսենք, եթե Հայաստանը ոչ մի բան չի որոշում այդ հարցում, հնա Ադրբեջանի հետ հարցերը կքննարկենք, որտեղ եթե օրակարգերը նայում ենք, տեսնում ենք էական ռազմավարական ասիմետրիա ունենք։ Փոխարենը թուղթ են ստորագրել, որը կարծեմ չի հրապարակվել, գոնե ես գալուց առաջ փորձեցի գտնեմ։ Դեսպանությունը ինչ-որ բան joint statement-ի տարբերակով տվել էր, բայց դա մեջ առանձնապես բովանդակություն չկար։ Joint statement-ի մասին չի խոսք, էներգետիկ համագործակցության, միջուկային համագործակցության իրավական հարթակ ստեղծելու մասին ավելի շուտ այդ փաստաթուղթը հրապարակվել է, որ փոքր փաստաթուղթ է։ Կեսաջանից ինչ-որ մի բան է։ Այո, առանց իրավակ իրար պարտադիր։ Նույնը ինչ որ իդեպ ամսի 14-ի թուղթն էր, առանց այն մանրամասների, ինչի մասին խոսեց Վենսը։ Վերջ-վերջո մենք ինչ տեսանք, այսինքն ամերիկացիները առաջարկում են 9 միլիարդի իրանցից ապրանք գնել։ Այսինքն 5 միլիարդի ատոմակայան, 4 միլիարդի ուրանից սպասարկում եւ մնացած։ Հիմա այսքան ես իշխանությունները իրոք ֆիասկո է տեսնեն, որ չկա ինչ որ բան չկա, ասում են դե ատոմական են մեզ վաճառում, են գործընկեր ենք եւ այլն, վստահ եմ կհիշենք բոլորն էլ, որ երբ առաջին անգամ կանգնեց մեր ատոմականի փակվելու հարցը, հետո 10 տարի երկարաձգվեց եւ էլի դեռ 20 տարի առաջ արդեն տարբեր երկրներ իրանց ատոմականների գնային առաջարկով եկել են Հայաստան։
Այնպես մոտ այն տպավորությունն է, որ ինքը Հայաստան եկավ ուղղակի Ադրբեջանի ճանապարհին, այցելեց Հայաստան, որ չնեղվի Հայաստանը, ներքաղաքական շարքման համար մի քանի հայտարարություն արեց, բայց հիմնական քննարկման թեման ես ամեն դեպքում կարծում եմ Իրանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններն են եղել։ Հեչ պատահական չէր Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը եւ հեչ պատահական չէր իր այն հայտարարությունը, որ չեն ուզում Հայաստանի շրջափակումը ճեղքեն, չեն ուզում ներդրում կատասկան, այս թրիփը չեն ուզում երկարացնեն, որովհետև ռուսական կառավարման ներքո է, այսինքն իրենց պարզ դրվել է, որ կամ երբ այդ իշխանություններն ասում էին բալանսավորված, բալանսավորվող, դա կատարելապես ձախողվել է։ Մեր դիվանագիտության հաջողությունը, նաև Տիկին Աղաջանյանի մասնակցությամբ եղել է, որ մենք կարողացել ենք միշտ անել կոմպլեմենտար փոխլրացնող քաղաքականություն, իսկ ամենածանր պայմաններում ամերիկացիները հասկանում են, որ Իրանի հետ մեր հարաբերությունները չեն կարող վատթարացնել, ռուսների հետ չեն կարող, հիմա ուղղակի դրվել է կամ-կամի հարց։ Շնորհակալություն։ Տիկին Եվ Աղաջյան, կամ-կամ նաև ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ նաև Իրանի հետ հարաբերություն։ Տիկին Աղաջյան, փաստորեն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մի տեսակ բովանդակային վակուում առաջացավ, երբ որ իշխանական քարոզիչները մինչև փոխնախագահի այցը խոսում էին գուցե թրիփի կազմակերպության ստեղծման մասին, այսինքն բովանդակային պայմանավորվածությունների մասին, որը մենք ըստ էության չտեսանք։ Միակ ստորագրված փաստաթուղթը, որը պարտադիր իրավական իրարունքներ վերաբերում քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացմանը կամ երկուստեք համապատասխան իրավական հարթակների ձևավորմանը, բայց թրիփի հետ կապված այլ զարգացումներ կամ ուղղակի երկկողմանի հարաբերությունները որակական նոր զարգացում տեղի չունեցավ։ Ըստ ձեզ ինչով էր պայմանավորված այս վակուումը բովանդակային։ Գիտեք, ես համաձայն չեմ, որ վակուում կա։ Պարզապես մեզ տեղեկատվություն ամբողջությամբ չի տրամադրվում եւ դատելով նույն պարոն Վենսի Մամլո Ասուլիսի այդ ժամանակ արված հայտարարություններից, երբ որ նա հողում էր անում ներպետական ընթացակարգերով իրավական փաստաթղթերի ընդունմանը եւ նաեւ թրիփի հետ կապված համապատասխան հիմնադրամի գործունեությանը, ակնհայտ է, որ եւ այդ համաձայնությունները կան եւ դրա տարերն են պարզապես հաշվի առնելով, որ դրանք մեզ համար շատ ցավալի եւ կորստաբեր են լինում, հատկապես նախընտրական շրջանում, երբ որ իշխանությունները փորձում են ամեն ինչ այսպես իրենց հեղինակության կատարած աշխատանքի, իբրև թե գովաբանման, շեփորահարման տրամադրության ներքո ներկայացնել, դրանք ուղղակի չեն բացահայտվում։ Ինչ վերաբերվում է իրենց հիմա արդեն այս մերսման process-ի մեջ մտած ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիների խնդրին, ապա այդ հարցը վաղուց էր կանգնած։ Պարզապես եւ կհիշեք այդ կառավարության ղեկին նստած անձնավորությունը Մոսկվա վազեվազ գնաց եւ շատերի մոտ հարցեր թե ինչու հանկարծ որոշեց ԱՊՀ, կարծում ԱՊՀ շրջանակների էր, չէ՞, այդ նիստին մասնակցել եւ առաջի հարցերից մեկը հենց դրեց, որ այս ուղղությամբ հատվածները արագացված կերպով կառուցեք։ Բայց այստեղ խնդիրը կառուցելը չէ, խնդիրն անում է, որ թուրք-ադրբեջանական ծրագիրը, որի խավորությունը իրականացնում է Արևմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ, բացարձակապես նպատակ չունի Հայաստանին որպես տնտեսապես կայուն ինքնուրույն պետություն տեսնել։ Նա նպատակ ունի թուրք-ադրբեջանական այդ թուրանական ծրագիրը գործի դնել որպես Ռուսաստանը կտրող եւ բաժանող ուղղակի դեպի Միջին Ասիա տանող, այսպես ասած, ամբողջովին գիծ եւ դեպի Եվրոպա այլընտրանքային էներգետիկ եւ այլ սնուցման աղբյուրների ապահովում, որի բացարձակ վերահսկողությունը պիտի Արևմուտքի ներքո լինի։ Այս պարագայում Հայաստան մտնող գիծը բացարձակապես իրանց չի հետաքրքրում։ Ֆիքսենք եւ Վենսը իր այցով, իր հայտարարություններով ուղղակի թե անուղղակի հաստատեց, որ նրանք Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն չունեն։ Նրանք Հայաստանին կախվածության մեջ դնելու ցանկություն ունեն, սեփական ապրանքը շատ ավելի թանկ գներով վաճառելով, ապրանք, որի կարիքը Հայաստանը փաստացիորեն չունի, եւ ապրանք, որը գոյություն չունի իրականության մեջ, որտեղ նախագծային մակարդակով կա, փորձարկված, հաստատված, կիրառման մեջ դրած եւ ապացուցված գործունեության տեսակետից ինքը գոյություն չունի։
Նույնը վերաբերում է նաև 11 միլիոնի անօթաչուների հակահետախուզական կամ հետախուզական անօթաչուների, դա նույն այդ սուերի պատմությունն է դառնալու, բայց այստեղ մի շեշտադրումով մենք խնդիր ունենք Իրանի հետ եւ հարցական է այդ անօթաչուները ինչ նպատակի են ծառայելու։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ ամերիկյան կողմը թույլ տա այդ անօթաչուների սպասարկումը իրականացնեն հայ մասնագետները։ Այսինքն մենք այստեղ նաեւ ռազմական ոլորտում իրենց ամբողջական ներթափանցման հետ խնդիր ունենք։ Եվս մի հարց, որը կարծեմ այս 2 օրվա քննարկումների ընթացքում որոշակերին դուրս է մնացել մեր հանրային ուշադրությունից, բայց կարծում դա շատ էական է, դա 20-ի հասնող բեռնատար ինքնաթիռներով այս պատվիրակության ժամանումն է, որի 2 ինքնաթիռը գնացել է Վրաստան, մնացածը Հայաստան, Ադրբեջան, ես ենթադրում եմ հիմնականում Ադրբեջան։ Եթե փորձեն ներկայացնել, որ իրենք ենթադրեն կարողակարգային նպատակներով իրենց մեքենաները եւ այլն, դա 20 ինքնաթիռ չի անում։ Այսինքն մենք գործ ունենք ռազմական մատակարարման հետ։ Եվ ռազմական մատակարարում այսօր ինչ նպատակով, երբ որ մենք ունենք Իրանի շուրջ սեղմվող օղակ եւ կազմակերպվող օղակ, հակաիրանական ուժերի համախմբման օղակ, եւ այս պարագայում Հայաստանը ուղակի դարձել է անուղակի քող, որի ներքո այդ ամբողջ ծրագիրը իրականացվում է։ Այսինքն մենք մեր հանրությանը հստակ ասենք, որ այստեղ ոչ տնտեսական օգուտ ունենք, ոչ քաղաքական օգուտ ունենք, որը փորձում են մեզ վաճառել, որ Միացյալ Նահանգները մեզ 99 տարով ինքնուրույն, գոյության իրավունք են շնորհել, դա նույնն էր, ոնց որ կադաստրի թուղթ էին ուզում Ադրբեջանից, այսինքն դեռ հարցական է 99 տարի Միացյալ Նահանգները այն տեսքով, որ կա լինելու է եւ այն կշիռն է ունենալու, թե ոչ, այսինքն դու ինքդ քո ինքնուրույնությունը ապահովելու փոխարեն ինչ-որ պետությունից ինչ-որ ողորմություն ես ուզում, որպեսզի ապահովի քո պետականությունը եւ ինքնությունը, այսինքն մենք խեղված տրամաբանության եւ դրա այսպես համեմված հանրության ներկայացման խնդրի առաջ են կանգնած, որը միայն մի նպատակ է հետապնդում թյուրիմացության մեջ դնել հանրությանը, խաբեությամբ փորձել ինչ-որ մի հեղինակություն վարկանիշ ստանալ, առաջիկա ընտրություններում ուղղակի վերընտրվել, որպեսզի այն հանձնառությունը եւ ծրագրերը, որ իրենց առջեւ դրված են, իրենք արդեն դրանից հետո ասելով, որ մեզ ընտրել են լեգիտիմություն ունենք, մենք տեսել ենք այդ փորձառությունը 21-ին, թեև ընտրությունը եւ իրենց խոստումները եւ իրականությունը դրամագծորեն հակառակ են, բայց դա արդարացնելով անգամ հանձնումները իրականացնել, ասելով դուք մեզ մանդատ եք տվել, մենք դա անում ենք։ Իսկական մենք այստեղ քողարկված գործողությունների հետ գործ ունենք, որը այսպես գեղեցիկ փոխնախագահի այցի մակարդակով ներկայացվում է եւ աջակցություն, որը ոչ մի կերպ չի ներկայացվում որպես մեր ներքին գործերին միջամտություն, այդ քողի ներքո մենք իրականում ռազմական մատակարարումների հետ գործ ունենք։ Շնորհակալություն։ Այս բան խաչին այսպես սահուն անցում ենք ոնց որ կատարում Հայաստան-Ամերիկա հարաբերությունների դժվարություններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես գերտերություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարդ են գրեթե բոլոր պետությունների համար, անկախ Ամերիկայի հետ դաշնակցայնության մակարդակից, բարդ են եւ դաշնակիցների համար, ինչպես տեսնում եք ՆԱՏՕ-ի դաշնակիցները, եւ հակառակորդների համար, եւ հարևան ավելի փոքր պետությունների համար, եւ սա միջազգային հարաբերությունների մեջ դերևս օրինաչափ է հսկայական գիտական նյութ կա, հա։ Այո, Քիսինջերը, Ստեփան Վոլթը, Քիսինջերը հայտնի խոսքը կա, չէ՞։ Որ խոսքը բարեկամ Հարավային Վիետնամին էր վերաբերում DM-ի եւ միսիոնը չեմ հիշում, ճշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը ճակատագրական։ Իսկապես բոլոր պետությունների միջազգային կազմակերպությունների հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների իսկապես բարդ են։ Եվ այս դեպքում Հայաստանը պատրաստ պարտված իշխանությամբ, լեգիտիմության ակնհայտ ճգնաժամի մեջ գտնվող իշխանությամբ բնականաբար ավելի բարդությունների է հանգում։ Կա մի կողմից ամերիկյան պահանջ ինչ որ գործողություն անելու, դրան կար Հայաստանի իշխանությունների գործողությունները այդ ուղղությամբ եւ ունենք այն ինչ ունենք, գոնե թրիփի նախագծի տեսքով։ Ըստ ձեզ, այս պայմաններում որոնք էին այն գործողությունները, որ Հայաստանի կողմից չեն իրականացվել ավելի շահեկան դիրքերում գտնվելու համար, թրիփի շուրջ արկա անորոշությունները նվազեցնելու ուղղությամբ եւ ըստ այդմ հայ-ամերիկյան հարաբերությունները որակական ավելի բարձր մակարդակի բարձրացնելու, որովհետեւ ակնհայտ է որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առանցքային գործընկերներից մեկն է, որի հետ հարաբերությունները միշտ եղել են կարևոր բոլոր իշխանությունների կողմից եւ լինելու են կարևոր ապագա բոլոր իշխանությունների համար։ Անկասկած Միացյալ Նահանգները
գերտերություն են, Հայաստանի հետ հարաբերությունները անկախությունից ի վեր բավականին դրական են եղել, իրեն գիտակցել են Հայաստանի աշխարհաքաղաքական խոցելիությունը, չեն փորձել կրակի վրա ջուր լցնել, կամ գոնե խելամտության սահմաններում են ճնշումներ բանեցել։ Ես հետ գնանք մի 25 տարի, հիշեցնենք, որ ինչ եմ ասում, հետ գնանք 25 տարի Քիվեստի համաձայնությունը, չէ, վերջապես ինչ էր։ Ամերիկացիներին ակնհայտ պետք էր այս միջանցքը։ Եվ քանի որ Հայաստանը հաղթող կողմ էր, իրանք ասում էին Ղարաբաղը եւ Լաչինի միջանցքը անցնում են Հայաստանի ինքնիշխանության ներքո, այսինքն Արցախը եւ Լաչինի որոշակի լայնությամբ միջանցք դառնում էին Հայաստանի մաս, փոխարենը Հայաստանը Ադրբեջանին տրամադրում էր ինքնիշխան անցում, որը որևէ կերպ չէր խոչընդոտում Իրանի հետ մեր սահմանը, եւ ակնհայտ է, որ վերահսկողությունը իրանք պետք է իրականացնեին։ Կար Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական հետաքրքրությունը այս տարածաշրջանում։ Ուղղակի այն ժամանակ դա մեր համար էր շահական։ Մենք ստանում էինք Ղարաբաղ եւ Լաչին եւ հարցը ընդհանրապես փակվում էր։ Հիմա մենք բացարձակապես ոչինչ չենք ստանում։ Այստեղ խնդիրը ինչ պետք է լիներ։ Գոնե Հայաստանի ապաշրջափակման խնդիրը։ Գոնե, որովհետեւ այդ թրիփի երկաթուղի նույնիսկ եթե ոսկուց լինեն ռելսերը, իսկ նավթամուղի խողովակը պլատինից լիներ, չի արդարացնում։ Չենք ապաշրջափակվում, այսինքն մեզ առնվազն պետք էր օրինակ նստես ագարակում գնացք եւ իջնես երասխում, դրանից բացի ենթադրենք Նռնաձորից նստես Սյունիքում նստես գնացք եւ իջնես ագարակում, այսինքն նաեւ Հայաստանի ներքին կարիքների համար լինի։ Իջնես Արարատի մարզում եւ դրանից բացի բացվեին երկու ճանապարհ՝ Իջևան-Ղազախ եւ Կարս-Ախուրիկ երկաթուղին։ Պետքա կոմպլեքս մոտեցում լիներ, որ եթե ճանապարհները բացում են, բացում են միայն բոլոր ճանապարհներն են բացում, մենք էլ մի բան ստանանք։ Այլապես եթե քո տարածքում ունենաս շատ լավ ճանապարհ, որից դու չես կարողանա օգտվել, որը քո հակառակորդների, որոնք այսօր քո դեմ պատերազմական գործողություններ են վարում, թե շրջափակումը, թե զավթիչ զորքեր, նշանակում է պատերազմի ժամանակ ինչ որ մի հրադադար, որը կարող է տևի 3 ամիս, 5 ամիս, 6, հիշեք պատերազմից մի քանի օր առաջ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Երբեք այսքան խաղաղ ժամանակներ չեն եղել։ Աստված գիտի, հենց դու մի բան ռիսկ անես, ասես չէ, ավելի տենց չի, վերջի ինչ կլինի։ Դա պետք է լիներ քո նպատակը։ Բայց քանի որ Փաշինյանի միակ նպատակը այսօր ընտրությունների համար դիվիդենդներ հավաքելն է, որտեղ ինքը ձախողել է ամեն ինչ, Շուշի Հադրութի դեօկուպացիա ձախողել է, Անջատում հանուն փրկության ձախողել է, Ցեղասպանության ճանաչում ձախողել է, տնտեսական քաղաքականությունը ձախողել է։ Ինքը պետք է ասի, եսեք ես խոստացել էի խաղաղություն Չեմբերլենի նման, ինձ քվեարկեք, որ ես խաղաղությունը հաջորդ փուլի հասցնեմ։ Իսկն եւ որpիսի այդ խաղաղություն բառը ստանա, ինքը պատրաստ է զիջումներ անել ցանկացած մեկի։ Եվ պարզ է, որ այս դեպքում ով ուժեղը, այդ զիջումը գնում է դեպի Իրան։ Սա է խնդիրը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր անձնական վերընտրվելու շահը ավելի բարձր է դասում, քան թե Հայաստանի եւ հայ ազգի հավաքական շահը։ Եվ այս պայմաններում մենք ունենք տարածաշրջանում ամերիկյան ներգրավվածության աննախընթաց մեծացում, ընդ որում եթե նայում ենք ավելի լայն կտրվածքով, ապա դրան նախորդել են Իրանի տարածքում ամերիկյան հարվածներ, այսինքն նաև այստեղ ուղղակի ռազմական ներկայության հետ գործ ունեցանք մեր տարածաշրջանում, նաև քաղաքական աննախադեպ ակտիվության։ Ժամանակը կանցնի, ինչ որ հիմա մենք ենթադրություն ենք անում, պարզ կդառնա 18 թվականին Բոլթոնը եկավ Հայաստան, չէ՞, սեպտեմբերին։ Օրակարգը բացառապես Իրանն է եղել։ Հետո մի քանի ամիս հետո դա Իրան եւ Ռուսաստան, այո։ Հիմա եւ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում, չէ՞։ Հիշում ես այդ ժամանակ թե Իրանում էի։ Որ կարող է լինել ինչ-որ բան, որ սահմանը փակվի։ Ես այդ ժամանակ Իրանում էի եւ իր այդ հայտարարությունը փոթորիկ ընդեղ առաջացրեց։ Եվ ելք ասում էր դե Թուրքիա եւ ադրբեջանցիները ձեր հարցերը լուծեք։ Այսինքն ստեղ զիջում արեք Թուրքիային եւ ադրբեջանցիներին, իրանք սահմանը կբացվեն, որտեվ Իրանի հետ ձեր սիրախաղը մենք այլևս չենք հանդուրժել։ Հիմա ունենք իրավիճակ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտել են մեր տարածաշրջան,
բավական բարդ տարածաշրջան, որտեղ մի քանի գործոններ են իրար բախվում, աշխարհաքաղաքական իրավիճակ պայմանավորող, այդ թվում հետխորհրդային տրանսֆորմացիա, էթնիկ հակամարտություն, ներգաղինների հարց, միջանցքների հարց, տարանցիկ։ Այս պայմաններում ըստ ձեզ Տիկին Աղաջյան, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ քաղաքականություն պետք է որդեգրի իր ներկայությունը ապահովելու համար։ Նա պիտի փորձի Հայաստան, Ադրբեջան ինչ որ զսպող հարաբերություններ առաջացնել, փոխզսպող, թե հարաբերություններ, որոնք միտված են լինելու Ադրբեջանին ուժեղացնել, ըստ այդմ Հայաստանին պահել կառավարելի, որն է լինելու ըստ ձեզ այդ ներգրավման տրամաբանությունը, այսինքն իր երկարաժամկետ ներկայությունը մեր տարածաշրջանում ապահովելու համար ամերիկյան քաղաքականություն իր գործիքներ ունի, բացի այդ 200% մաքսատուրքը կամ նման կոշտ գործողություններ։ Եկեք հասկանանք, որ 200% մաքսատուրքը բնականաբար մեզ չէր վերաբերում, դա ուղղակի որպեսզի չասեր, որ ես Ադրբեջանի վրա եմ ճնշում գործադել, երկուսին միամանում եփեց, որտեվ մեր կարծեմ մի քանի միլիոն է, չէ, չնչին ինչ որ բան է, այն էլ հարցական է ինչ է արտահանվում, հա։ Ալյումինի փայլատի Հա, որը իրենց պետք է եւ հազիվ թե դրա վրա 200% մաքսատուրք դրվեր, բայց մենք խնդիր ունենք ներկայիս վարչակարգի հետ, թեև Բայդենի վարչակարգի նախորդ վարչակարգերի ընդհանուր տրամաբանությունը շարունակվում է, բայց գործելավոճը փոխվել է, այսինքն այն թատերական բեմականացումները, ժողովրդավարության մարդու իրավունքների թեզերի ներքո միջամտությունը, ճնշումները եւ այլն, դրանք հիմա ուղղակի մի կողմ են նետվել եւ Թրամփի վարչակարգը ուղղակի աշխատում է կացնային մեթոդներով։ Եվ այդ կացնային մեթոդներով աշխատելու պարագայում նրանք բացարձակապես չի հետաքրքրում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ անգամ Թուրքիան։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենք հստակ ազդեցություն ունեն Թուրքիայի վրա։ Թուրքիան էլ շատ լավ խաղարկում է Ամերիկայի հեռահար նպատակները իր համար կենսական հարցերը լուծելու, նույնը անում է Ադրբեջանը Թուրքիայի հետ տանդեմով աշխատելով եւ մեկ-մեկ իրար մեջ հակադրություններ ներկայացնելով, բայց իրականում ներքին դաշտում իրենք շատ համաձայնեցված են գործում։ Եթե մենք նայենք վերջի առնվազն մի քանի ամսվա գործողություններին, մենք տեսնում ենք, որ ամերիկացիները քրդերին ուղղակի փուռը տվեցին, որովհետեւ թուրքերը իրենց Իրանի դեմ գործողությունների համար որպես նախապայման պահանջեցին, որպեսզի քրդերին աջակցությունը դադարի։ Մենք տեսանք Օջալանի հետ կապված պատմությունը, մենք տեսանք իրաքյան քրդերի հետ կապված ճնշումները եւ Սիրիայում քրդերին ընդհանրապես անգամ ցեղասպանական գործողությունների ենթարկել։ Դա պատահական չէ, դա Իրանի հարցը վերջնականապես լուծելու մերձավոր արևելքը իրենց ուզածով վերաձևելու գործընթացի մաս է կազմում, որտեղ էական դերակատարում է վերապահված թե Թուրքիային, թե Ադրբեջանին եւ իրենց ցանկությունները բավարարելու համար այդ թվում վճարվում է Հայաստանով եւ Հայաստանի շահերով։ Այսինքն սա մենք հասկանանք։ Եվ այս ադմինիստրացիայի նման գործելավոճի պարագայում մենք չենք կարող այլ բան տեսնել, քան ուղղակի իրենց պարտադրանքով եւ թելադրանքով իրականացումը, հաշվի առնելով նաեւ այն, որ գործող իշխանությունները բացառապես գտնվում են իրենց վերահսկողության ներքո, թե հանձնառությունների առումով, թե իրենց առումով արկա կոմպրոմատների առումով։ Այսինքն նրանք խուսանավելու տեղ չունեն, փախչելու տեղ չունեն եւ անգամ այն պարագայում, երբ որ շատ լավ հասկանում են, որ իրենց գործողությունները, հակառուսականությունը, որի հերթական, այսպես ասած, մենք հայտարարված փաստորեն հարցազրույցով այդ կառավարության ղեկին նստած անձի հերթական, այսպես ալիքն է գեներացվում, դրա ներքո իրենք տնտեսական վնասներ են կրում եւ արդեն 25 թվականին իրենք էական տնտեսական վնաս են կրել, որովհետեւ եթե չեմ սխալվում 24-ի արդյունքն է 12 միլիարդ էր, չէ, առևտրաշրջանառությունը 25-ի համար արդեն կիսվել է, այսինքն արդեն ակնհայտ է այդ բանի փոխադարձ լարվածության հետևանքները տնտեսական առումով եւ դա իրենց համար խնդիրներ է առաջացնում, բայց նրանք անգամ այդ պարագայում ուրիշ տարբերակ չունեն։ Ես բազմիցս նշել եմ, իրենց հանձնառություններով, իրենց վարած քաղաքականությամբ դրել են թակարդի մեջ, այդ թվում նաեւ իրենց ֆիզիկական գոյության առումով խնդիրներ են ստեղծել։ Մեր ժողովրդին էլ հետը ներքաշել են այդ թակարդի մեջ եւ դրա, այսպես ասած, հանգուցալուծման միակ տարբերակը այդ հանգույցը ուղղակի կտրելն է։ Իսկ կտրելու միակ միջոցը, որը մենք այսօր Փառք Աստծո ունենք խաղաղ ճանապարհով, դա ընտրությունների միջոցով դա անելն է, որը այդ թվում թույլ չի տա
մեր թշնամի Թուրքիային եւ Ադրբեջանին որևէ կերպ միջամտել գործընթացին, որովհետեւ ժողովրդի ձայնը դա այսպես երկակի մեկնաբանության տեղիք չի տալու։ Այսինքն մենք հասկանանք, ներկայիս ամերիկյան վարչակազմը թեև մեծ ցանկություն ունի վերընտրվելու եւ իրենք ներսում իրենց խնդիրներն ունեն, սակայն Վենսի պահվածքով մենք տեսանք, որ անգամ ցեղասպանության գրառման հետ կապված խնդիրներ եղան եւ նա վեհափառին չայցելեց, այսինքն այստեղ մենք կարող ենք ասել, որ համայնքի առումով Միսեև այսպես խաչ քաշեց իրենց աջակցության հարցերին։ Այս պարագայում իրենք փաստացիորեն զոհ են տալիս սեփական քվեների աջակցության խնդիրը, որը կարող էին ստանալ հայկական համայնքից, հանուն այդ հերահար նպատակի, որը ամիսների նաև խնդիր է։ Իրենք Իրանի դեմ հերթական ծրագիրն են փորձում իրականացնել եւ դրա մշակման process-ն է։ Եվ այս առումով շատ կարեւոր է, որպեսզի այդ երկրները իրենց հանձնառությունը կատարեն։ Պատահական չէ, որ Թուրքիան սկսել է երկաթուղու կառուցումը, որը մինչև օրս ցկում էր, որովհետև այդ ճնշումը շատ էական է իրենց վրա, եւ դա այդ նույն ծրագրի մասն է կազմում։ Այսինքն մենք այս ադմինիստրացիայից բացի պարտադրանք եւ բացի ուղղակի գեղեցիկ արտահայտություններ ուրիշ ակնկալիք չենք կարող ունենալ։ Որոն Խաչատրյան, գալով սկսելով Տիկին Աղաջանյանի այս դիտարկումներից, որ ակնհայտորեն շատ օբյեկտիվ են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկա վարչակազմը պարտադրանքին ավելի շատ է դիմում, քան թե ավանդական, այսպես ասած, ամերիկյան հապուկ ուժին, եւ չեն թաքցնում այլևս։ Խաղաղություն ուժի միջոցով իրանց դոկտրինն է։ Եվ հիմա պատերազմի դեպարտամենտ։ Այո, եւ պատերազմի դեպարտամենտ, այո։ Եվ գալիս էլի նույն խնդիրը, փոքր պետություններ, որոնք պետք է դիմակայեն գերհզոր աշխարհաքաղաքական ուժերի, ակնհայտ է նաև, որ Հայաստանի գործող իշխանությունների պարագայում ունենք այն, ինչ ունենք եւ ունենալու ենք այն, ինչի ծալքերը տեսնում ենք հիմա։ Բայց եթե վերացարկվենք Հայաստանում իշխանությունների առկայությունից կամ նրանց քաղաքականությունից, Հայաստանը իբրև փոքր պետություն, սեփական շահերի պաշտպանության ինչ մեխանիզմներ կարող է որդեգրել, որտեղ բոլորիս պարզ ամերիկյան նպատակները տարածաշրջանում եւ կրկնենք էլի ցանկացած իշխանություն ստիպված է լինելու ամերիկացի գործընկերների հետ հարաբերվել։ Անկասկած, Միացյալ Նահանգները գերտերություն են, գլոբուսից դուրս չեն գալու։ Այո, եւ ի տարբերություն Հայաստանի, որ խոշորացույցով նայում ենք փոքր կովկասյան տարածաշրջանի, իրանք գլոբուսն են պատտում եւ պատրաստ են, չգիտեմ, Վիետնամում նպատակին հասնելու համար Իսլանդիայից մի քիչ արևելք ինչ որ մի զիջման գնան։ Այնպես որ պետք է կարողանաս, եթե չես կարողանում խաղի կանոնները փոխես, պետք է կարողանաս խաղի կանոնները օգտագործես հոգուտ քեզ, որը որ մենք առավել կամ պակաս չափով կարողանում ենք իրականացնել մինչև երևի 18 թվականի իրանց հայտարարությունները, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ես կարծում եմ կարող եմ մի քիչ իդեալիստական հնչի, բայց դու հակոտնյա ուժերի հետ կարող ես երկու խաղային, ասենք ռազմավարություն, մարտավարություն, խաղային ստրատեգիա ունենաս, լավ ռազմավարության վրա գնանք։ Կամ փորձես գտնես այս ուժերի ընդհանրությունները որոնք են, որովհետև ակնհայտ է, չէ՞, նույնիսկ այս ուկրաինական պատերազմի ամենաթեժ պայերին այդ մարդիկ խոսում են, չէ՞, իրար։ Եթե եւ նաեւ առևտուր են անում։ Հա, նույնիսկ եթե ասում ես, անում Կարիբյան այս ճգնաժամի ժամանակ Խրուշչովը եւ Քենեդին ուղիղ հեռախոսային գիծ կար, հիմա այդ ամեն ինչը էլի գործում է։ Կան այդ ուժերը միտեղ հակասությունների մեջ են մի այլ հարցերում բանկա բախվում են մի այլ հարցերում համագործակցության պետք է կարողանաս գտնես թե ինչն է ընդհանրություն այս տարածաշրջանում։ Հիմա Թուրքիայի գործոնը Կիպրոսի եւ Հունաստանի քաղաքականությունը Իսրայելի հետ դաշին կնքելը, որ դրանով իրանք կարողանում են Թուրքիայի ազդեցությունը գոնե արևելյան միջերկրականում մեղմեն, հետեւաբար Միացյալ Նահանգները դեմ չեն, որ Թուրքիայի ազդեցությունը արևելյան միջերկրականում մեղմվի։ Մի քիչ այս կողմից գալի Հայաստանն է, որտեղ Թուրքիան այնքան էր մեծամտածել, որ արգելեց ամերիկացիներին Ինջիրլիքի ռազմական բազան օգտագործել։ Իրանին այդ հարցում
Այսինքն Իրանը այդ հարցում շահագրգռված է թե չէ, ռուսները շահագրգռված են թե չէ, սուննի արաբական աշխարհը շահագրգռված է թե չէ։ Այսինքն դա կոնկրետ մի օրինակ է, մի հարցում գոնե այս գլոբալ եւ ռեգիոնալ ուժերը համակարծիք են։ Նույնը Ադրբեջանը, ես վստահ եմ, որ Եվրոպան այդքան է երջանիկ չի, որ Ադրբեջանը իրանց էներգետիկ շանտաժի է ենթարկում։ Լավ ուրիշ չի, որ Իտալիան կամ Հունաստանը կամ Սերբիան կամ Սլովակիան, թե Սլովենիան չեմ հիշում, ադրբեջանական գազ են Սլովակիան, ադրբեջանական գազ են գնում, որը այլ ուրեմն մի փորձագետների մի մասը ասում է դա ռուսական գազ է, մյուս մասն ասում է սվոփ է։ Այսինքն իրանց գազը վաճառում են, փոխարենը ռուսական են առնում, ամեն դեպքում ռուսական գազի արտանումը դրանից մեծանում է։ Եվ ավարտեք։ Չէ, ինչ նկատի ունեմ, այսինքն դու կարող ես գտնել ընդհանրությունները։ Սրանք փորձեցին շուստրություն անեն, լավ, հակասությունների վրա խաղան։ Եվ հակասությունների վրա խաղալ համար պետք է քեզանից ուժ ներկայացնես։ Փոքր պետություն, պարտված պետություն փորձի գիտես, այս երկուսին կրվածնի իրարից փորձի մաքսիմալ աջակցությունը ստանա, եթե դու ես չանես, դու են կանես, հիմա ինչ էր արել Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը ինչի մինչև Վենսի գալը գնաց Ռուսաստան, ինչ որ փորձում էր պայմանավորվածություն ստանալ, չէ, որ կարողանար հակակշռեր։ Այս քաղաքականությունը ամենավտանգավորն է, մենք սրա մասին խոսում ենք դեռևս 21 թվականին, երբ կհիշեք մայիս ամսին ադրբեջանցիք մտան շորժա, ասկան սոտք եւ խոզնավար, ինչ էին ասում էին թող Արցախում լինեն ռուսները, սոտք խոզնավար հատվածում თუ ուրիշ երկրներ լինեն։ Այսինքն դու չես կարող քո փոքր երկիրը, այսքան երկիրը դարձնես մեծ պետությունների բախման թատերաբեմ։ Դա հետևանքով է որ այս վիճակում։ Երկիրը ադրբեջանցիք մտան քո երկիր, նենց մի թեթև ասեցին դե լավ, դե կռիվ մի արեք։ Իսկ ամենա դիպուկը դրա մասին խոսել էր Հոգլանդայի դեպ, բայց մի այլ արդ։ Ես հիշեցի, երբ որ դուք խոսում եք ադրբեջանական գազի արտահանման մասին, Եվրոպական միության գործադի իշխանությունը կարծեմ 10 օր առաջ ընդունեց մի որոշում առայն, որ Ադրբեջանը պետք է այսուհետ ստիպված լինի Բուլղարիայի անցակետու, այսինքն գազի սեղման կայանում ապացուցել վառելիքի ադրբեջանական ծագումը, որովհետև դա էլ սմոփ է բերում։ Այո, որովհետև իրենք էլ այնտեղ վերջապես անդրադարձան, որ ադրբեջանցիք այդքան չունեն, քանակ չունեն այդքան։ Ասածս ինչ, Ադրբեջանից ներքին սպառման համար գազի կարիք ունի։ Եթե արտահանի, իրամու դեֆիցիտ է։ Չունի այդքան, որպեսզի ամբողջովին դեֆիցիտ է առաջանում, ինքը Ռուսաստանով է փակում դեֆիցիտը, այսինքն արդյունքում եվրոպացիները ռուսների դեմ կիրառում են սանկցիաներ, Ռուսաստանից գազ չեն գնում են ադրբեջանական գազը, Ադրբեջանը որպեսզի իր գազը վաճառի, գնում է ռուսական գազ։ Արդյունքում սանկցիաների արդյունքում ռուսական գազի վրա դա ոչ մի ազդեցություն չունի։ Ավելի լավ մնում է իրենց։ Նա է, որ անգամ այս պարագայում իրենք Ռուսաստանից շատ ավելին են գնում, քան իրենք կարող են արտադրել։ Այսինքն միևնույն արտահանվող գազի մեջ ռուսական գազի բաժինը մեծ է։ Ուղղակի եվրոպացիք հիմա փորձում են ինչ-որ հիմնավորում գտնել, արդարացնելու, որ իբրև թե ռուսական գազից իրենց հրաժարումը գործում է, այդ սանկցիան գործել է։ Դրա համար են Ղուբադ Իմամօղլի բանտում անստած, հենց դա բացահայտելու համար էլի։ Բայց Եվրոպական խորհուրդն էլ պահանջում էր ազատացնել։ Հա, դեպի պահանջի։ Խոսքով կասի։ Խորհրդարանը, Խորհրդարանը, հա, ոչ գործադիրը, խորհրդարանը։ Գործադիրը որակում է որպես շատ վստահելի եւ կոնստրուկտիվ գործընկեր։ Տեսեք, ամերիկյան ներգրավվածության պայմաններում ամեն դեպքում հանրային դիվանագիտության գործիքակազմով տասնյակ հայկական կազմակերպություններ, հատկապես Սփյուռքում, փորձում են գտնել Պարոն Խաչատրյանի այդ ասած այդ համադրության դաշտը, թեկուզ այդ փոքր դաշտերը փորձելով հայ-ամերիկյան հարաբերություններ իսկապես բովանդակային օրակարգ տեղափոխել, որ նաև Հայաստանի անվտանգության համար դրական ազդեցություն կունենա եւ մեր առջև ծառացած հիմնական խնդիրների լուծման հասնել։ Այս դեպքում առանցքային էր գերիների խնդիրը, որովհետեւ վերջին շաբաթների ընթացքում իսկապես հսկական թվով եւ նամակներ եւ տարբեր հրապարակային, ոչ հրապարակային աշխատանքներ արվեցին փոխնախագահ Վենսի աշխատակազմի հետ, որպեսզի Բաքվում այս հարցը բարձրաձայնվի։ Կասկածուր տեղեկություններ կան առայն, որ հարցը փոխնախագահի կողմից Բաքվում բարձրացվել է։ Դուք հավանական տեսնում եք հումանիտար խնդիրներում ամերիկյան ներգրավվածություն, նաև ապահովելու համար մեր ժողովրդի մոտ, այսինքն Հայաստանի ժողովրդի մոտ
վստահության աճ ամերիկյան ներգրավվածության եւ միջնորդության հանդեպ եւ ընդհանրապես հեղինակության բարձրացում։ Ես վստահ եմ, որ որոշակի միջամտություն կլինի, նաև ենթադրում եմ, որ դա կլինի ընտրություններին ավելի մոտ, որպեսզի կարողանան այս իշխանությունները դա օգտագործել հնարավոր եւ իրենց համար էլ դա ժամկետային առումով իրենց ընտրություններին ավելի մոտ շրջան է, բայց նախ ես չեմ ենթադրում, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը կազատվի, չնայած նրան, որ ադրբեջանական կողմը արագացված տեմպերով վճիռները կայացրեց, կարծես դաշտ ստեղծելով, որ եթե ինչ-որ բաներ լինեն, ինքը արդեն այդ գործընթացներն ավարտածնի եւ կարծում եմ դա էլ ճնշում էր ամերիկյան կողմից, որպեսզի դա խոչընդոտ չվկայեն որպես իրենց անհամաձայնությունը փաստարկելու համար։ Ինչու ռազմաքաղաքական ղեկավարությունը բաց չի թողնվի, որովհետև այս իշխանություններին ձեռնտու չէ։ Նրանք նախ իրենցով հեղինակություն են, երկրորդ տեղեկատվական հսկայական բազա է լինելու, որը ուղղակի ցույց է դնելու այս իշխանությունների ազգադավ ամբողջ գործելավոճը եւ քաղաքականությունը, որ իրականացրել են, որի մասին իրենք շատ զուսպ էին արտահայտվում, երբ որ պատերազմից հետո գտնվում էին ադրբեջանական որոշակի ճնշման ներքո եւ այս իշխանությունները նաեւ ճնշման լծակներ են օգտագործում, անդադ ասելով, որ աշխատավարձերը չենք վճարի եւ ֆինանսական փոխանցումներ չենք անի, եւ այդ ամբողջ ինֆորմացիան դուրս է գալու, այսինքն այդ ինֆորմացիայի դուրս գալու դեպքում դա ուղղակի մահացու հարված է լինելու այս իշխանություններին։ Նրանք դա կփորձեն անեն, եթե փորձեն անել որոշակի ժամանակ անց։ Ես հույս ունեմ, որ ի վերջո կլինի իշխանափոխություն եւ այդ հարցերը կդրվեն հենց իրոք սեղանին, բանակցային հարթակում, որպես պայման ցանկացած այլ գործողության համար, որի պարագայում միայն մենք կտեսնենք իրական դրական տեղաշարժ այդ գործընթացներում եւ որի պարագայում մենք կկարողանանք նաեւ միջազգային ատյաններում մեր դատերը առաջ տանել, որը շատ մեծ ճնշման գործիք է Ադրբեջանին եւ դրա հիման վրա նաեւ ՄԱԿ-ում անվտանգության խորհրդում բարդ իրավիճակ ստեղծել, չնայած այսօր ՄԱԿ-ը, ես ասում եմ, խորը կոմայի մեջ է, բայց միևնույն է այդ երկրները թեկուզ իրենց հեղինակության, իրենց ազդեցության աստիճանը ցույց տալու համար եւ իրենց խնդիրները չբացահայտելու համար, որովհետեւ նույն Արևմուտքը հրաշալի գիտի, թե ինչ մասնակցություն է ունեցել այս ամբողջ աղետի մեջ եւ փաստացիորեն իրենք մասնակից եւ մեղսակից են դարձել հայոց ցեղասպանության արդեն 21-րդ դարում եւ իրենք բնականաբար կփորձեն ինչ որ քաղաքական գործիքներով ազդել, որպեսզի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա։ Այս առումով իրենք ենթադրում եմ ինչ որ ներքին համաձայնություններ կօգտագործեն դեպի ընտրություններ բաց թողելու որոշակի քանակ, բայց ոչ ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այստեղ եթե ավելացնեմ 19 հոգի մարդ կա այսօր ադրբեջանական գերությունում, որից 3 նախագահ, 1 պետնախարար, ԱԺ նախագահ, Պաշտպանության բանակի հրամանատար, նրա տեղակալը եւ արտգործ նախարարը, այսինքն 4, 5, 6, 9 հոգի, 8 հոգի։ Ես կարծում եմ դեպի ընտրություններ, այո, իշխանությունները ինչ որ հերթական զիջման դիմաց ելի մի քանի հոգու բաց կթողեն, որտեղ Ադրբեջանը լինելով ահաբեկչական պետություն, Ադրբեջանի ղեկավարությունը լինելով ահաբեկիչ, sense ասեմ, որ չասեն ժողովուրդը ինչ մեղք ունի։ Պետությունն է, իսկ պետությունը ղեկավարներով է։ Այո, բայց իմ հասկանում եմ, չէ՞, մեր մոտ ինչ վիճակը կարող է։ Ես չեմ զարմանա, եթե մենակ ով Ալիևին քննադատի, վաղը դատվի ժողովուրդների միջև թշնամանք հրահարելու ծանր մեղադրանքով։ Դրա համար եմ ասում, այո։ Այսինքն ահաբեկիչ ինչ անում, չէ՞, պատանդ է վերցնում, պահանջ է ներկայացնում, պահանջը կատարում ես, մի մասին բաց է թողում։ Հիմա պահանջը կատարեցիր, 4 հոգու բաց թողեցին, էլի ինչ որ պահանջ կդնի, կկատարես, էլի 4 հոգու, էլի 4 հոգու։ Եվ չես էլ կարող ինչ որ մի բաներ, որովհետև բարոյական մամլիչի տակ ես, չես կարող ասես, գիտես զիջման գնացի։ Մարդկանց կյանքա փրկել, 4 հոգի փրկվել են։
Բայց ես իրանք դա ուղղակի նաև այս բարոյական արգելակները, որը մենք ունենք, իրանք չունեն, իրանք դա կօգտագործեն, որ ասա, տեսնեք, մենք աշխատում ենք, բա ինչ է, բա էս էլ չանենք, որևէ մեկը չեր գա, այսինքն գեյների մեջ են սկսում իրար հետ փորձում ճշտամացնեն։ Ինչ-որ մի բան կարող է լինի, բայց մնացած քաղաքական, այս մարդկանցից 10-ից 11-ը որևէ քաղաքական պատճառ չկա։ Մեկին հարբած բանը սարերում են բռնել բերել, չէ՞։ Մեկին ինչ-որ անտրամաբանական մեղադրանքի ներկայացրել, որ բաց թողեցին։ Առևտրի առարկա են իրենք։ Այդ եմ ասում, ահաբեկի չի որ գնում պատանդա վերցնում։ Ինքը պատանդը չի ասում, չէ՞, դու գով ես, դու կոլոտ ես, դու չաղես դու նի արես, դրա համար եմ քեզ վերցնում։ Ինքը պատանդը մի մասն է, պատվերը, ասկան թիրախը լրիվ ուրիշ մարդ է։ Ասեք, ամփոփելով հետաքրքիր զրույցը, երբ որ մենք խնդիրներին նայում ենք հանրային դիվանագիտության գործիքակազմից, ակնհայտ է դառնում, որ կան հնարավորություններ, կան տեղեր, որտեղ որ մեր բարձրացված հարցերը արձագանք են գտնում։ Իհարկե, երբ որ չկա նույնի պետական սատարումը, խնդիրը էականորեն բարձրանում է, բայց մյուս անգամ տեսնում ես, երբ որ դու ինչ որ ազդակ տալիս ես, այս ազդակը տեղ է հասնում։ Եվ նաև թեկուզ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին հետ կատարված աշխատանքը, նրա գրասենյակի հետ կատարված աշխատանքը նույն գերիների հետ վերադարձի եւ այլն արդյոք ցույց է տալիս, որ գոնե անկալունակություն կա բարձրացված խնդիրների։ Հիմա այս պայմաններում Իրանքներ ասում 23 քրիստոնյա ոնց կարելի է, բայց որ ասում չէ։ Դա անկալունակություն չի, իրենց համար արժեքային եւ քրիստոնյա արժեքների ուրեմն դրույթը դարձել է քարոզչական թեզ, այսինքն իրենց եւ իշխանության գալու եւ ընտրական գործընթացներում, հետեւաբար իրենց արդյունք է պետք ցույց տալ։ Իսկ արդյունք ցույց տալու համար իրենք մանավանդ հիմա որոշում են հեշտ թիրախները, որտեղից կարող են հեշտ արդյունք գրանցել եւ դա նաեւ մատուցել իրենց հանրությանը որպես թե ապացույց իրենց գործողությունների եւ թե աջակցություն քվեների տեսքով։ Եվ այս առումով ես չդամ եմ ասում, չեմ բացառում, որ իրենք սա կօգտագործեն, բայց ճիշտ եք նշում, որ հանրային դիվանագիտությունը իր դերն ունի, հատկապես այդ երկրներում, որտեղ ընտրական process-ներ կան, իսկ մեր կառույցները ժամանակին շատ լավ աշխատել են, ես հասկանում եմ հիմա իրենք էլ հարվածի տակ են եւ շոկային որոշակի ցնցումային վիճակներում են, բայց ես խորհուրդ կտայի բազմիցս իմ նաեւ հարցազրույցներում դա շեշտադրում եմ, որ պետք է բոլոր թե ցեղասպանության հետ կապված դրան ավելացնելով Արցախի հայաթափումը եւ էթնիկ զտումը, թե պատժելիության հետ կապված, թե մշակութային ժառանգության պահպանության հետ կապված, թե եկեղեցու դեմ արշավի հետ կապված, այս բոլոր հարցերը պետք է դրվեն, որովհետեւ նույն ադմինիստրացիային լինի դեմոկրատներ, թե լինեն գործող իշխանությունները, նրանք բնականաբար իրենց քաղաքական շահից ելնելով փորձելու են ինչ-որ միտեղ, ինչ-որ արդյունք արձանագրել եւ այդ արդյունքից հնարավոր է օգտվել խնդիրներ առաջ տանելու։ Գումարած դա նաեւ հնարավորություն է տալիս կանխարգելելու թե Ալիևյան իշխանությունների Էրդողանի նաև պասով, թե մեր իշխանությունների ակտիվ ջանքերը ընդհանրապես մոռացության տալու այս ամբողջ խնդիրները, այսինքն մարսելիություն ցույց տալու, հա, որ խնդիրը փակված է, գոյություն չունի, վերջացավ, գնաց։ Պետք է նաև ցույց տալ, որ ոչ միայն կա խնդիրը, այլև հետամուտ պետք է լինել, հենց միայն համար, որ փոխվող իշխանությունների պարագայում դու երբեք չես իմանա ինչ պատուհաններ կբացվեն եւ ինչ հնարավորություններ առաջ կգան։ Այդ բոլոր պետությունները նման խնդիրները օգտագործում են իրենց նույն քաղաքական շահերը առաջ տանելու, իրենց դիմագիծը եւ հեղինակությունը ցույց դնելու համար եւ այստեղ այդ շահերի համադրումը պետք է աշխատվի։ Մենք ճիշտ եք նշում պետության հակառակ քաղաքականության դեպքում դա բարդ է, բայց միևնույն է խնդիրները պետք է առաջ տանել, հենց միայն այդ մարսելիությունը թույլ չտալու համար, որովհետև դա ուղղակի կործանարար է լինելու հետո խնդիրները արդեն ճիշտ հարթակներում դնելու եւ դրանց պահանջը ներկայացնելու առումով։ Նույն գեների հետ կապված ես հիշում եմ ժուրնալիստներից մեկը հարցեց, ասեց 48 ժամ է անցել, ինչ ծմա դատապարտել են քանիսի ծմա եւ երկար ժամկետներով, ինչի չեն արձագանքում, ասեմ, որ արձագանքին դժվար կլինի հրճվանքը զսպել, որովհետեւ ինչպես Տիկին Աղաջանյանը նշեց, ակնհայտ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում, որ այդ մարդիկ ապահով Բաքվում լինեն։ Հիմա որ ինքը վերակենում պատնում է,
խոսում, ոչ թե պատման ներողություն խոսում, հեղաշրջում, չգիտեմ, Եվլախ, Սոֆիա, Բրատիսլավա։ Փաստաթղթերը հիմնավորում։ Այո։ Հիմա ստեղ Դանիելյան Աշոտը բավականին շատ փակագծեր բացեց, բայց պատկերացնում եք ինչեր կարող է պատմի Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբան, ղեկավարությունը։ Բոլորը այսօր մեզ մոտ բանտարկված է խոսելու հնարավորություն։ Հենց որ եթե դուշմա ասում գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի։ Եթե տնից չլինի, տանը ամեն ինչ նորմալ լինի, սենց իրավիճակի առաջ չեն կանգ։ Փաշինյանը չունենալով ներքին աջակցություն, որտեվ տեսնում եք, չէ՞ որ գավիժում է իր։ Չկա, զրոյական է։ Լավ, շատ քիչ է, որտեվ ամեն դեպքում ընդունենք, որ մի քիչ կա։ Ինքը փորձում է դրսից լեգիտիմություն ստանալ։ Այ տեսնում եք, մեզ աջակցում են, այ տեսեք, այս մեկը էս ասեց, սրանք եկան իմ մոտ ժողով արեցին։ Ուսին թոթվեցին։ Այո, սա է խնդիրը, այսինքն ներսում պետքա իրավիճակ փոխվի, որ կարողանանք դրսում իրավիճակ փոխել։ Սա է ամբողջ գաղտնիքը դրանում է։ Ես մի բան ավելացնեմ, դուք ադմինիստրացիայի քաղաքականության եւ վերաբերմունքի մասին եք խոսում, հատկապես այս ադմինիստրացիան բաց է դա դրսևորում, ուժեղի հանդեպ հարգանքը ենթարկվող թույլի հանդեպ նվաստացնող վերաբերմունքը, այսինքն որպեսզի քեզ անկախ քո չափից, անկախ քո կշռից, անկախ քո տնտեսական հնարավորություններից, եթե դու ինքդ քո արժեքը գիտես եւ թույլ չես տալիս քեզ նվաստացնել, քեզ հարգանքով են վերաբերվում եւ քեզ հաշվի են առնում։ Եվ ես դա տեսել եմ ՄԱԿ-ում իմ աշխատելու ընթացքում, երբ որ կապ չուներ դու քանի հոգով էիր եւ ինչպիսի, այսպես մենք ունենք մեծածավալ պատվիրակություններ, որ ներկայանում էին, բայց նրանց հաշվի չէին առնում, իսկ Հայաստանի պատվիրակության խոսքը լսվում էր եւ ականջալուր էին լինում եւ նրանց համար հարց չէր, թե որտեղից է գալիս քո, որտեղ դու հիմնավորումներ ուներ եւ հիմնավորումներ, որոնք եւ քո քաղաքականության, որը վստահելիություն էր վայելում, որը այսօր չկա, եւ նաեւ քո հիմնավորումների, որոնք միջազգային իրավունքով ամրագրված էին։ Այստեղ այդ փոփոխությունը պիտի լինի, իսկ փոփոխության հիմքը ներսից է։ Ներսը պիտի ամուր լինի, որ դու դրսի հետ կարողանաս քո շահերից բխող ինչ որ միտեղ հավասարի զրույց ունենաս։ Շնորհակալություն շատ հետաքրքիր քննարկման համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զյունիկ Աղաջանյանը։ Մենք քննարկեցինք Հայաստանի Հանրապետության շուրջ եւ առհասարակ մեր տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հերթական ներգրավվածության առնչվող խնդիրներ։ Շնորհակալություն։